Պարագայում ինչով եք բացատրում են հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին հաջողվում է այնուամենայնիվ ֆինանսական միջոցներով կլինի, այդ պոպուլիստական հայտարարություններով 300,000 աշխատատեղի ամեն գյուղում, չգիտեմ, գործարանի, թե ինչի, ամենայն դեպս հայտարարություններ, որոնք ռեալ հիմք չունեն եւ իրականություն որևէ պարագայում չեն կարող դառնալ, այնուամենայնիվ հաջողվում է կողմնակիցների որոշակի թիվ հանրագումարի բերել, որովհետեւ սա իսկապես ֆենոմեն է։ Թվում է մենք ամեն ինչ տեսել ենք, մենք ամեն ինչ գիտենք, մենք նույնիսկ ամեն ինչ հասկանում ենք։ Համենայն դեպս Արցախի կորստից հետո հասկանում ենք Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ինչ նկարտումներ ունի։ Նույնիսկ Արցախյան պատերազմից առաջ էր դա հայտնի, չի բացառում, որ նաև Արցախյան պատերազմի բուն նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացումն էր։ Եվ այդքանից հետո այնուամենայնիվ գտնվում են մարդիկ, որոնք գերադասում են հավատալ, որ այո, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար կապահովի անվտանգություն, մի երկիր, որը մեր երկրի սահմանները չի ճանաչում, եւ Ռուսաստանի Դաշնությունը պետք է երաշխավոր լինի։ Այդ երաշխավոր բառը ինձ համար դարձել է ուղղակի, չգիտեմ, կարծես թե հիշում եք Հեմինգուեյի մահն է ուժում զանգը։ Այդ երաշխավորը կարծես թե դարձել է այդ Հեմինգուեյի նշած զանգը, որովհետեւ այդ զանգը ամենայն դեպս այդ երաշխավորը գուժում է ինքնիշխանության մահը։ Արդյոք մենք դա չենք ընկալում։